Մահվան իրական սպառնալիքի տակ են Բաքվում գերության մեջ գտնվող մեր հայրենակիցները։ Իրավապաշտպանն նահանգում է տեղեկություններ կան, որ մի քանի տասնյակ հայեր սպանվել են հենց գերեվարման ընթացքում։ Ունենք նաև դեպքեր, երբ տասնյակ հայեր, շուրջ 80 հայեր ենթարկվել են բռնի անհետացումների։ Նախ բռնվել են պետության ներկայացուցիչների կողմից, որից հետո հարկադրաբար տարվել են դեպի անհայտություն եւ այստեղ Ադրբեջանի համար կա հստակ միջազգային պարտավորություն նախաձեռնել վարույթներ, հարցաքննել ականատեսներին կամ այս անձանց հետ առնչություն ունեցած զինծառայողներին, փնտրել պարզել ճակատագրերը եւ ապահովել ընտանիքների ճշմարտությունն իմանալու իրավունքը։ 23 հաստատված հայ գերի կա Բաքվում, ինչ պայմաններում են նրանք, ինչ խնդիրներ ունեն, հոգեբանական ինչ վիճակում են։ Ադրբեջանն աշխատում է այս ամենը թաքցնել միջազգային կառույցների աչքից ու ականջից։ Առ այս պահը խոշտանգումների կանխարգելման որևէ անկախ մարմին հնարավորություն չի ունեցել տեսակցել հայերին, ասում է Սահակյանը։ Սրանով հանդերձ ակնհայտ է։ Հայերը եղել են, մնում են եւ շարունակում են պահվել այնպիսի պայմաններում, որոնք անմարդկային են եւ ենթարկվում են այնպիսի վերաբերմունքի եւ ճնշումների, որոնք այո որակվում են որպես խոշտանգում իրենց ինտենսիվությամբ եւ պատճառված ցավի բնույթը գնահատելով։ 4 թիրախ ունի այս օրերին Բաքվում ընթացող դատավարական ֆարսը։ Մարդիկ, որոնք ադրբեջանական դատարանի առաջ են, Արցախը, Հայաստանն ու հայ ժողովուրդը։ Տարոն Սիմոնյանի խոսքով անզեն աչքով էլ նկատելի է, շինծու են 23 հայերին առաջադրվող բոլոր մեղադրանքները եւ այդ երկրի քաղաքական ռազմավարության բաղադրիչ են։ Անձանց պատասխանատվության ենթարկելով եւ ներպետական ինչ-որ դիվիդենդներ Ադրբեջանում ստանալով, Ադրբեջանը նաեւ թիրախավորում է Արցախի հանրապետությունը եւ Արցախի հանրապետության գոյությունը պատմականորեն ուզում է վերացնել։ Այն ինչ որ արվել է ֆիզիկապես հողի վրա, իրավական տեսանկյունից ցանկություն կա վերացնելու եւ դրա համար է որ Արցախը ներկայացվում է որպես անձավոր կազմակերպություն։ Դրա համար է նաեւ որ շատ ուժեղ թիրախային հարված կա ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը։ Դատելով մեկ հայի, իրանք այդ շղթայական ռեակցիան հասկանում են, որ տարածվում է ամբողջ հայազգի մոտ եւ բնականաբար առաջանում է այդ արժանապատվության զգացողությունը։ Ինչ կարող է անել Հայաստանի նոր իշխանությունը, եթե Ադրբեջանում կանխատեսելի վճիռներով ի վերջո ավարտվեն հայերի այսպես կոչված դատավարությունները, հետաքրքրվում է Մանեթ Հանդիլյանը։ Ինչ պիտի անի այդ իշխանությունը, ինչ պատուհան կարող է այդ ժամանակ գոյություն ունենալ, որպեսզի Հայաստանի դեմ կայացվող այս վճիռները չդառնան այն շղթան, որը դուք ներկայացրեցիք, թե ինչ հետևանք կարող է ունենալ։ Մենք ունենք մոտավորապես մի 3-4, միգուցե 5 արկա գործիք իրավական, որ այսօր էլ կարող են կիրառել, վաղն էլ կարող են կիրառել, երբ որ կա մի այնպիսի իշխանություն, որը որ ցանկանա դա կիրառել։ Բնականաբար, ինչքան շուտ իրավական գործիքները կիրառես, այդքան քո իրավունքների պաշտպանությունը ավելի արդյունավետ կա, որովհետև ինչքան ուշ ես կիրառում, պետք է հիմնավորես, ինչի չես նախկինում կիրառել։ Ինչու է Բաքուն մյուս հայերի գործից առանձնացրել հենց Ռուբեն Վարդանյանինը։ Թանդիլյանի մյուս հարցադրմանն ի պատասխան Սիրանուշ Սահակյանն ասում է. Ռուբենի նկատմամբ ավելի մեծ հետաքրքրություն կա, քանի որ ավելի ճանաչված է։ Առանձնացրել են, որ այս հանգամանքը չտարածվի նաև մյուսների վրա։ Մյուս կողմից տեղեկատվության տրամադրման հարցն է։ Վարդանյանի դեպքում օգնության է հասնում մասնավոր փաստաբանը։ 15-ի գործով մենք ունենք ընդամենը այն, ինչ տրամադրում է Ադրբեջանը։ Մենք համեմատելու նյութ չունենք, եղելությունը հասկանալու, ստուգելու, լրացնելու ողջ հնարավորություններից զրկված ենք, միայն այն պատճառով, որ 15-ի գործով չկա մասնավոր փաստաբան, որը կարող էր այդ պարզունակ հաղորդակցումը ապահովել հայկական կողմի ներկայացուցիչների հետ։ Ինչ վերաբերում է միջպետական գանգատներից հրաժարվելու Երևանի պատրաստակամությանը, Սահակյանն ասում է Բաքվում դատվող 23 հայերից 22-ի մասով օրինակ Միեդում միջպետական գանգատ կա։ Սրանցից հրաժարումը նշանակում է, որ նրանց իրավունքների առնչությամբ այլևս իրավական վեճ չկա։ Հանգուցալուծումը մնում է փնտրել ոչ իրավական դաշտում, որտեղ Հայաստանն առնվազն հաղթող դիրքում չէ։ Էրմինե Ղարիբյան, Հարություն Հովսեփյան, Էպիկենտրոն։